Մի րոպե, ինչ եք կարծում, հնարավոր է լսել տիեզերքի ձայնը։ Ընդհանրապես տիեզերքը ունի երաժշտություն, բայց մենք կարող ենք լսել արդյոք այդ երաժշտությունը։ Տիեզերքը լի է ձայներով, տխրահռչակ նյութերից մինչև գրավիտացիոն ալիքներն ունեն իրենց երաժշտությունը, սակայն դրանք չափազանց թույլ ու ցածր են մեր համար, դրա համար մենք չենք լսում այն։ Գիտնականները այդ ալիքը թարգմանում են մեզ հասանելի ձևով, որպեսզի մենք լսենք դա։ Եվ այդ ժամանակ մենք կարողանում ենք լսել այն, թե ինչպես են շարժվում գալակտիկաները, ինչպես են առաջանում սև խոռոչները եւ ընդհանրապես ինչպես է ստեղծվել ամբողջ տիեզերքը։ Գիտնականները այդ ալիքները թարգմանում են մեզ լսելի ձայնի, եւ մենք կարող ենք լսել այն, ինչ սովորաբար աննկատ է։ Այդ ձայնը ոչ միայն ցածր է եւ առեղծվածային հնչյուններով, այլ այն մեծ ինֆորմացիա է պարունակում իր մեջ։ Այն պատմում է, թե ինչպես է առաջացել գալակտիկան, ինչպես են շարժվում մոլորակները, ինչ կա աստղերի ներսում եւ ինչ է կատարվում սև խոռոչներում։ Սև խոռոչները կարծես զնգում են, մոլորակները շնչում են, աստղերը երգում են եւ այս ամենը միասին դառնում է գեղեցիկ սիմֆոնիա։ Եվ եթե ավելի ուշադիր լսեք, կհասկանաք, որ մենք չենք լսում միայն տիեզերքը։ Մենք լսում ենք մեր էությունը, մեր ժամանակը, այն, ինչը մեզ կապում է անverջ խորության հետ։ Հիշեք, որ մենք տիեզերքի մեկ մասնիկն ենք։ 1 րոպեն ավարտվեց։ Կհանդիպենք։